Մամսիմ հողից երկալ խունորի տգլոզ մնակ տղամարդ գոց մեիչ։ Չեն վաղտ միամիդ աշխարերի ինչ կարող է սիրած պայեն տուլ է։ Հեռուստացույցը միացնելուց մի քանի վայրկյան հետո Ամալտատը սկսում է ամոթանք տալ էկրանի մյուս կողմում երևացող կիսամերկ աղջիկներին, ծնկներն ու ազդրերը պատրված ջինսերով տղաներին։ Նայում խոժորվում է, բա իրեն ժամանակ այդպես էր, հետո սկսում է ամոթանքների շարը նոր ժամանակների բարքերի, նորաձևությանն ու իր խոսքով անամոթությունը չվերահսկող մարդկանց հասցեին։ Այնպես ասես նրանք ձենձենի են տվելու անձամբ իր դեմ դուրս եկել, իր կյանքը դժոխքի վերածելու հաստատակամությամբ։ Ամալը համոզված է աշխարհը շեղվել է ճանապարհից, մարդիկ էլ մոռացել են հագնվելու կարգը։ Տելևիզոր մեջ տեսնամ գնգնավորիմ։ Էդմալ բան չի կարելի։ Կինարմադիս։ Հա, էդմալ ամոթ բան կար։ Հմգա չկա, հմգա չի պլախլետ պդադին։ Առաջներում տղամարդկանց գրավում էին խելքով, համեստությամբ, հիմա միայն կիսամերկ մարմնով, շարունակում է տատը։ Բա իրեն ժամանակ այդպես էր, կամ որ այդպես չէր, տանն էին մնում։ Գեղեցկուհի Ամալյան ամուսնացել է 20 տարեկանում, այն ժամանակներում համարվել այսպես ասած տանը մնացած։ Իր մայրնօրինակ 14-ում է ամուսնացել, 20-ում արդեն 5 երեխա ունեցել։ Էդ էլ մի բան չէր, ասում է։ Ինձ պսնիգլե առեջ Իմ մամն 14 տարեկան է ամուսնացի, 5 երեխա ունեցի մամսի մերիերը։ Ուրիշ մամեգի մզի պայի 5 երեխա ինքեղի։ Իր եկախտեր երկու քուր։ Մամուսի սերել է պզդիկ կարկվեն, փոքր կարկվեն, 14 տարեկան աղջիկն ինչ որ կարկեն։ Մամսի 25 տարեկան էր 5 երեխա ուներ մեռավ։ Այն վաղտ պապսի տարավ Երևան հոգուց տվեց։ Այն վաղտ ավտոլ չկար, գրուզավոյ ավտոյով տանեն Երևան բերեն։ Բժիշկներն հույս տվեցին բերեն ու դա ես 6-7 տարեկանի մեռիեր է։ Էդ է։ Բարձրահասակ ու նրբակազմ Ամալիային հավանեց իրենց համագյուղացի հարևանը, մի օր իր իգնահացին եկան աղջկան ուզելու։ Խորտ մայրն ու հայրը դեմ չեղան, ինչպես հայտնի է, հաուչեն որոշողն ինքը չէր եւ այդ օրենքի համաձայն էլ ամուսնացան։ Այն վաղտ տեսնալ բան չկար, ծնողներ վիճ տվեցին, ծնողներ վին ուզեցին, ինձ լեգուզեն, հմգավա պես չէ բալաջան։ Հիմի ո՞նց է։ Հիմի լավ չէ, ուրանց քեֆովի մալուզենան կարկվին։ Պապսու մամսի դրան տվեցի, ես լե ուզեցի, առեջ էդմալ էր, մեր խոսքն չէր, ծնողներ վիշտեն համելի ես որ խոստ մամ ունենք, կարող է որ գինա չպահին դուսեն, գույնավ դիր սարլին ընձի, հասկսա ես ազապսես, իմ պապ վիշտ տվեց, իմ պապլու մամ ես են դրան լե կարնիմ, են վաղտ երկամքն չէր, որ մենք կարնենք։ Հարսանիքով կարգով մի փողոց ներքև եկավ Ամալն ու սկսվեց ամուսնական դժվար կյանքը։ Սկեսուրի սրտով գնալ, հարևան բարեկամի մեծամարտկանց հետ չխոսքան մնալ, ոտքեր լվանալ, ջուր կրել, խմոր անել, մի խոսքով գյուղի ծանր աշխատանք, որը նրան անսովոր չէր։ Բայց իդա մայլի մենց մաստգոցի հետ հասնություն կենենք այն վաղտ։ Այդ ո՞րն էր հարսնություն անելը, չխոսքան է։ Հա, չխոսքան, պատվի հարսեդի, պատիվ պայիկ հասնություն կենիք։ Վերացիր աշխար զարկացիր եմ գա այդ բան չկա։ Վերացել են անգամ իրենց Ավանդապաշտ գյուղում, Մեծավանում, որը Հայաստանի ամենամեծ կաթոլիկ գյուղն է։ Մեծավանի բնակչության հիմնական մասը 1800-ականների սկզբին գաղթել է Ալաշկերտի գավառից։ Ամալտատն ապրում է միայնակ, 3 երեխաներից 2-ը գյուղում չեն, բայց տատին բոլորն էլ օգնում են, ասում է առանց նրանց օգնության գոյատևել չի կարող։ Գյուղում ձմեռները սաստիկ են, տունը ջեր պահելու համար ամբողջ թոշակն էլ չի բավականեցնի, ասում է ու դժգոհում կառավարիչներից, որ ականջալուր չեն լինում տարեցների հոգսերին։ Ինչ է մզիտը որ կոյեղնի կայ բայաջանի կառավարութենից։ Ինչ կենը մինակ թոշակ է գիտի ինչ է պայ պետությունոր։ Իմ թոշակ նոր չեղներ որ նզիկ պայիր։ Նիկոլից գոհ ես։ Չէ, ես գոհ չիմ։ Եկավ խոսք տվես դիդեմ լակեղնի միտեմ լավ ու չեղավ լե։ Ավելի վատ եղավ։ Չէ, ոչ ոք լե ժողովրդի մասին չմտածե։ Թոշակն ու 43 տարի ստաժ ունիմ 59,000 մանետ պարայեկարնի մետրով է ես կաբրիմ։ Ընձի ոչ օգնություն կիդամ, ոչ էլ իշկենին
նպաստ գիտան, ասի չնի դեմալ բանից։ Ամալտատը թեև կրում է կաթոլիկ դավանանք, բայց չի թաքցնում իր մտահոգությունը առաքելական եկեղեցու շուրջ ծավալվող ճնշումների վերաբերյալ։ Վերջին դեպքերից մեկը Սամվել Կարապետյանի ձերբակալությունը տատի վրդովմունքն է առաջացրել։ Շատ վատ է ներած։ Էդի մեր գեղի մեր ռայոնից է մեր գեղի մեր ժողովրդին ամենուրը կիշկեր։ Այդոր կենե տաշիր Սամվելն է կենե։ Լսիր, իդր կառավարություն ինչ կառավարություն էր որ սերպակալ են տեսանո լավ մարդ գելնի դուսը մալ է լավ մարդուն հմալ կենին կենե էլի այդ մարդուն չընթողորեն է կենեինի իդը տերան որ կսարկե տասիր Սամոնը սարկե վուան եք սարկե Նիկոլն եք սարկե Տատը վրդովվում է ու անընդհատ վերադառնում իր մտքին, թե որքան էլ մարդ ջանք թափի աշխարհում ոչինչ չի փոխվում, որովհետև անարդարությունն ամենուր է ու շարունակում է տիրել աշխարհում անկախ բողոքներից ու անհանգստությունից։ Առաջ ամեն ինչ ուրիշ էին նաև բարքերը։ Ամալտատը, որ գյուղի ավանդական արժեքների գրողներից մեկն է, ասում է, որ իր ժամանակներում ամուսնալուծությունը համարվում էր խարան ու անընդունելի երևույթ։ Բաժանվիս մարդուստի ամոթը ինչ է, կոր բաժվին երեխա ունին երեխեն թողին գելնին կեստան հմգա աշխար, են վաղտի դիմալ բան չկար, սուս հմգա հետ, աշխարն շուգրեգի, բան չկա հմգա, ամեն բան լին վաղտ ամոտ գասկն են գիդեն են, հմգա ամոտ չկա, սերովնա է, հերախոս պջացուց, տելևիզոն են կանչոր հերախոս, բրնու գաբավունու կիշկին իսկեն հերախոսներ, Մի տեսակ վրդովված է տատը, ամեն ինչի մեղավորը հենց անտեր հեռախոսներն են։ Ամալտատը համոզված է, որ հեռախոսները մարդուն փչացնում են, հենց դրա համար էլ հիմա շատ բան է վերացել։ Օրինակ, բարի խոսքը, համերաշխությունը, նույնիսկ իրար հանդեպ համբերությունն ու ներողամտությունը։ Ինքը Ամալ ամբողջ կյանքում ապրել է ներելով, ներելի անգամ ամուսնուն, որ սովորականի նման խոպաններում նոր սերեր գտել ու տան ճամփեն մոռացել։ Ռուս գեղեցկուհիները ամուսնուն ժորային իրենցով էին արել մեկ-մեկ էլ նամակներ էին ուղարկում Ամալին։ Մեկ-մեկ լե նամակ եկերիս ու ռուսերեն շատ գինամ կարտամ գինամ որ բերեն գիտենք սենքայդը նամակ եկի քազի ինչ կեղնի Ես ինչ գինամ ինչ կարին ռուսերեն ես շատ գինամ կարտամ ու ռուսերեն Նամակները շարունակվում էին, տատը չէր կարդում, ռուսերեն չգիտեր և շարունակ ներում էր, իսկ ամուսինը դեռ փորձում էր հասկանալ, թե ով է իրականում այն ռուս գեղեցկուհիներից մեկը, որ նորից գրել է։ Բայց մեծ հաշվով իրենց կյանքում դրանից շատ բան չէր փոխվում։ Էլի Գարնան հետ Ժորան ու գյուղի մյուս տղամարդիկ խոպան էին գնում, ինքն էլ ինչ-որ չափով արդեն հաշտվել էր։ Իսկ տարեմուտին Ժորան լիքն ու բարով վերադառնում էր։ Կյանքն ուրախ էր, ամենակարևորը խաղաղություն էր, ասում է տատը։ Կռիվ չկար իմալոնի կոնլեկավ կռիվ նսկսված դու ստեսնի իմալեկե ինչ 44 օրվա կռվին իմալ ջայել ջուելն են մենք ածին զոյվան խաղաղեղնի աշխարհն դե ջայել ջուելներ չեստան կորին դու քնի երեխակացին մեր գեղեն են 15 երեխեն վարվան մեր գեղից կար քիչ էր զոյված էլ հայեր ու մատներ յետներն վարան Տատի ամենամեծ երազանքն է, որ երկրում ու աշխարհում խաղաղություն տիրի, որ մարդիկ ապրեն առանց արյուն ու ցավ տեսնելու, իսկ բարությունը դառնա համայն մարդկության ամենօրյա ուղեկիցը։ Մերի Կոլոլյան, Դավիթ Թամազյան, Մեծավանից, անկյուն, Գումարած 3 հեռուստաընկերության համար։